Պիկասոն նստած էր մի կաֆեում և անձեռոցիկի կամ թղթի վրա ինչ-որ բաներ նկարում: Մի կին նկատեց նրան, մոտեցավ և հարցրեց. «Կարո՞ղ եմ գնել այդ նկարը»: Պիկասոն ժպտաց և պատասխանեց. «Իհարկե, տիկին, այն արժե $25,000»: Կինը ապշեց. «Բայց պարոն Պիկասո, դուք ընդամենը մի քանի րոպե ծախսեցիք սա նկարելու համար»: Պիկասոն նայեց կնոջը և պատասխանեց. «Տիկին, ես 65 տարի ծախսեցի, որպեսզի մի քանի րոպեում կարողանամ այսպիսի նկար նկարել: Երբ մի մասնագետ, նկարիչ կամ մտածող ստեղծում է որևէ բան շատ կարճ ժամանակում, դա տարիների աշխատանքի, իր ուրույն ոճը գտնելու արդյունք է: Այն բազում տառապանքների, անքուն գիշերների, տասնյակ տարիների ներդրումների և սխալների արդյունք է»: Պիկասոն այն անձանցից էր, ով ծնվել էր ծայրաստիճան աղքատ ընտանիքում, ում ինչքան ասես քննադատել էին, ինչքան ասես մերժել էին: Պիկասոն վերապրել է վիշտ և կորուստ, վերապրել է խոր դեպրեսիա, բայց նա երբեք կանգ չի առել: Հենց դրա համար էլ կարող էր բարձր գին պահանջել իր աշխատանքի համար: